Յուրաքանչյուր մարդկային գործունեություն ունի իր նպատակն։ Ուրեմն, ինչու՞ են մարդիկ գնում եկեղեցի, որն է մեր հավատքի նպատակը։ Ստանալով ձեր հավատի պսակումը, հոգիների փրկությունը։ Աստվածաշունչը ասում է, որ մեր հավատքի նպատակը հոգիների փրկությունն է։ Մեր հոգիները կգտնվեն դժոխքում մահվան վտանգի տակ, եթե չփրկվենք։ Մեր հոգիների փրկությունը նշանակում է ազատվել հավերժական մահից ու տանջանքներից դժոխքում և ստանալ հավերժական կյանք։ Մենք դատապարտված էինք տանջանքների հավերժական դժոխքում, բայց Աստված խոստացավ մեզ հավերժական կյանք։ Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն հավիտենական կյանքը։ Հետևաբար, կարող ենք ասել, որ մեր հավատքի նպատակը հավերժական կյանքն է։ Այնուհետև, ինչ ասաց Հիսուսը, մեր Փրկիչը, որ անենք, որպեսզի ունենանք հավիտենական կյանք։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մարդու որդու մարմինը չուտեք, նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, ես վերջին օրը նրան հարություն կտամ»։ Մենք պետք է ուտենք Հիսուսի մարմինը և խմենք նրա արյունը, որպեսզի ունենանք հավիտենական կյանք։ Այդ դեպքում, ինչպես կարող ենք ուտել Հիսուսի մարմինը և խմել նրա արյունը։ Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց. «Այս է իմ մարմինը, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»։ Հիսուսը զատկի հացը անվանեց իր մարմին, իսկ զատկի գինին՝ իր արյուն։ Նրանք, ովքեր պահում են նոր ուխտի զատիկը, ունեն հավերժական կյանք, քանի որ նրանք են, ովքեր ուտում են Հիսուսի մարմինը և խմում նրա արյունը։ Ուրեմն, եկեք պահենք զատիկը այնպես, ինչպես Հիսուսն ու նրա աշակերտները, որպեսզի ունենանք հավիտենական կյանք, մեր հավատքի նպատակը և մտնենք երկնքի արքայությունը։